Ընդամենը սրանից 20 օր առաջ շատ հարտավայրերում արդեն երաշտի վտանգ կար։ Եվ այդ ժամանակ է արդեն հաշվարկները եղել, որ Սևանից լրացիվ ջուր վերցնել, որտեղ երբ որ գյուղատնտեսական տարի սկսվեց, արդեն երաշտի վտանգ կար։ Եվ ընդամենը վերջի 2-3 շաբաթվա տեղումները, որ այդ վտանգը հանեցին շատ ամբողջ Հայաստանը գրեթե այդ վտանգը հանեցին։ Ուրեմն հարթավայրում երաշտի վտանգ լինելը բացարձակ կապ չունի ջրի սակավության հետ։ Ջրի սակավությունը ջուրը համարվում է աշնան ձմռան սեզոնի այո Հայաստանի ոչ մի ջրամբարում ջուր նորմալ չի համբարվում, գրեթե չեն համբարվել, երբ եղել է դա չի նշանակում որ 20 օր առաջ եղանակը տարբեր չունենք մենք դրա համար լրացուցիչ երաշտը խնդիրը նա է եւ երկարատև անձրև չի գալի շատ երկար ժամանակ, բայց մենք ձմեռը ունեցել ենք շատ բավականին քանակի ձյուն, գարնան ունեցել ենք բավականին Փետրվարին ձյունը քիչ է եղել, մարտ ամսն էլ անձրև չի եղել, որ անձրևների սեզոնն է եղել։ Ուրեմն ջրամբարվում են ապրիլ-մայիս ամիսներին հիմնականում, մայիս ամիսը ամբողջությամբ անձրևային էր, մենք հենց մայիսն էլ հիմնականում ջրամբարների սեզոն է, ջրամբարելու սեզոն է, սելավ չի առաջանում, ջուրը կամ դրենաժա դարել գնում է, կամ մտնում է հեկերի խողովակը, չի գժվում ջուրը, որ սելավ առաջացնի, դա սևակն ասեմ, ես չեմ ասում։ Մի հատ բան ասեմ, չէ, 3 տարի առաջ այդ հեկերը չկային, որ անցյալ տարի ավելի սակավաջուր էր։ Չէ, 3 տարի առաջ է։ Բայց ջրամբարեցին բավականին մեծ քանակի ջուր։ Աբարանի ջրամբարը անցյալ տարի 53 միլիոն լցվավ, եւ տեղումները իրոք երաշտեր։ Պիտի ասում եմ ուսումնասիրեմ։ Ես գտնում եմ պատճառը երկուսն է։ Մեկ Արարատյան արտիզան ավազանը դարել է դրենաժ ամբողջ տարածքի համար քաշում է իր մեջ։ Պարզապես քաշում է, չի թողում ջուրը հալվի, գումարվի ու վերևից իշտի լցվի ջրամբար, որտեղ որ կա։ Դե ջրի ծախսի հետ կապ ունի, իհարկե ջրի ծախսի հետ կապ ունի, ջրի անհաշվենկա ծախսի հետ կապ ունի։ Մենք 18 մետր, 16 մետր միջև իջեցրել ենք։ Դեռ արդեն երկրորդ վտանգը կա։ Եթե միտեղ նավթ ես անում կամ ինչ օրվան ընդերքից անում ես, տեղը մի ուրիշ բան ես սրսկում, որ փլուզում չէ։ Լեսօր Սաղարարյան դաշտը համարյա ապրում անդունդի վրա։ Անդունդի վրա են ապրում։ Պիտի ուսումնասիրեն, փլվելու հնարավորություն կա, թե չկա, ինչ կարող է լինել։ 33,000 հեկտարից 10,000 ջրի տակ մնացել, 23,000 հեկտարի վրա մարդիկ են ապրում քաղաքներ կա, որը կարող է փլուզման։ Նավթը անում են մարդիկ, ծովի ջուր են սրսկում, որ չփլուզվի։ Կամ պահեստ են սարքում, նորից վերամշակված նավթ են լցում մեջը։ Մեր մոտ դադարկել ենք ու սպասում ենք, պետք է ուսումնասիրենք, ինչ վտանգ կարող է, մեկը դադարկությունը, եթե միտեղ դադար կա լցվելու է, ինչով կլցվի, պիտի ուսումնասիրես, որ ասես, կլցվի այդ մարդկանցով, թե կլցվի ես չգիտեմ մի ուրիշ ներքին ապարներով կամ ինչ որ հոսքերով ջրերի, կամ մենք ջրերը կընդհատենք, պիտի ընդհատենք ու լցնենք շատ արագ դա։ Այսօր 1.7 միլիարդ համարյա ջուր ենք անում։ Երբ վերականգնելու պաշարը 1 միլիարդ է, այսօր ես համոզված եմ արդեն 1.7-ն էլ չի վերականգնի դրան արդեն։ Մենք 1/3 Սևան ենք դադարել, 10 միլիարդից ավել ջուր ենք անետեղից։ Ինչ ենք ստացել։ Օգտագործող պետք է մեկը մյուսին պետք է չվնասի։ Այո, կարելի է։ Ձգնարդյունաբերողներին ինքան թույլ ապրել, որքան հնարավոր է։ Կառավարության ծրագրից կառավարությունների ծրագրում նստած դրել է ջրային ռեսուրսների կառավարությունը։ Մի քանի տասնյակ տարիներ ջրամբարներ, որոնք կամ կիսատ էին թողնվել, կամ տամենը ծրագիրը կա, այսօր այո, 4 ջրամբար, ծրագրում վերջապես որոշում ջրամբարը ուրեմն կամ վերականգնելու, որտեղ օրինակ կապսինը կիսատ է մնացել, հիմա վերականգնելու խնդիր կա, մյուսները նոր անելու խնդիր կա, բայց այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ իրոք մենք խնդիր ունենք մեր ջրամբարները որոշեցին կառուցել, մեզ մոտ առաջացավ այն լցնելու խնդիր, այո, համաձայնվել է վարչապետն էլ, կարծում եմ մոտակա վաղտերը կլինի այդ հանձնաժողովը, մենք լրացուցիչ 7 միլիոնի լրացուցիչ ենք ուզելու ջուր, մենք նորից ենք ուզելու ջուր, չի երիկելու 240 միլիոնը չի երիկելու, որտեղ հաշվարկները ոչ թե կատարել էին նայելով գալունը անձրև կա թե երաշտ է, անցյալ նախանցյալ տարվա միջինը վերցնելով հաշվարկել էին ինչքան են օգտագործել, ինչքան անցյալ տարի հավաքվել, ոչ մեկ չէր մտածում, որ այս տարի, ասենք Աբարանի ջրամբարը 30 միլիոնով քիչ է ջուր ամբարելու, հետևաբար այդ 30 միլիոնը արդեն հաշվարկված էր, որ 70 միլիոն են պահանջել, 30 միլիոն արդեն պակասում է միայն Աբարանի ջրամբարով, որը դոտացիոն է Սևանի համար,
Հետևաբար առնվազն 30 միլիոն 75 գումարած մեր ջուրը պետք գորոգելու համար արդեն։ Ես կարծում եմ 70-ը չի բավարարելու եւս առնվազն 50-70 միլիոն եւս կառավարությունը մտնելու է, պահանջելու է։ Որտեվ պարզապես չի բավարարելու եղած է, ջրամբարները դատարկ են։ Ախուրյանը 50%-ով ա լծված, 270 միլիոն ավելի քիչ է։ 270 միլիոն ա լծված։ Երկրորդ տարին չէ։ Կապսը 30-40%-ով ա լծված, Աբարանը 1/5-ն ա լծված։ Տեղումները չէ, տեղումներն եղել են, ձյունը եղել է։ Չգիտեմ, պետք է ես ասում եմ, պիտի ուսումնասիրի պատճառներն ինչ են։ Անցյալ տարի ավելի իրոք երաշտ էր, անցյալ տարի իրոք չկար անձրև, չկար ձյուն։ Անցյալ տարի անձրևներ չեղան, ձյուն ընդհանրապես չա, բայց այս տարի եւ ձյուն կար եւ անձրև չլծվեց։ Ոչ թե չլծվեց, երկու անգամ պակաս լծվեց։ Ձեր համար բարձ է ինչու թե պիտի ուսումնասիրվի։ Ես իմ կարծիքն եմ, բայց պիտի գիտականները հաստատեն կամ հերքեն իմ ասած։